Սիրելի հետևորդներ, եկեք, ես շտապում եմ, արագ կոֆե խմեմ, որ գնամ աշխատանքի։ Հիմա կասեք, այ Նազո, դու անդադ ասում ես գործից դուրս եմ գալի ու դուրս չես գալի։ Օրենքով այսօր ապրիլի 1-ն է, ես պետք է տանը լինեի, աշխատանքի չգնայի, բայց դե քանի որ չգիտեմ ինչ հանգամանքներ կան, տեսնում եք գնում եմ։ Այսօր ապրիլի 1-ն է, սիրելի հետևորդներ, հումորի ծիծաղի օրն է, ժողովրդի լեզվով ասած խաբելու օրն է։ Առավոտ շուտ ասեմ, որ Լիլիթին հաջողվեց ինձ խաբել, ասեց մամ, լորիտես ամբողջ լոգարանը ջուր ա լցվել, ես էլ վազվազ գնացի, ինչ, ու հիշեցի, որ խաբելու օրն է։ Լիլիթը առաջինը ինձ Լիլիթը խաբել։ Կրկին Լիլիթը զանգեց ու խանգարեց ինձ, նորից փորձեց խաբել, բայց դե արդեն չխաբնվեց, պետք է տորոնի արմատներ տաներ, մեկին պետք է փոխանցենք, ու ասում է տորատները թողել եմ տունը, ես ասեմ, ոչ, այս անգամ ես չեմ խաբնվի, Լիլիթ, չփորձես ինձ խաբել, խմեմ ու արագ դուրս գամ։ Ջան, կոֆես արագ ուշանալու եմ, չգնամ գործի։ Ապրիլի 1-ով, այս ինչ պայծառ, ջերմ, արևոտ օրա, այն որ մարտը գնաց, եղանակի հետ ռանգն ու ռանգն էլ հետը տարավ, եղանակի հետ իր այդ տխուր, բայց դե չենք դժգոհում, սիրելի հետևորդներ, որովհետև մարտ ամիսը շատ լավ ամիս էր, ինչու, որովհետև շատ անձրևային էր, տեղումներով հագեցած և մեր բուսական աշխարհը լավ ջրվել է, հեսա որ ես արևն է արեց, տաքը տվեց է, էդ ինչ բանջար, էդ ինչ մարաժո, էդ ինչ սունկ, արդեն սունկն էլ է դուրս եկել, ու տեսեք, ես էլ ես չգիտեմ, որտե գնամ, ինչ անեմ, այս կոն վազեմ, այն կոն վազեմ, բայց դե դաշտի հողամասի գործերի մասին, որ էլ չեմ խոսում, որ ամբողջովին մնացել է, և պետք է փորենք, որ կարտոֆիլը ցանենք, չգիտեմ, որ մեկը անեմ, չեմ հասցնում, ժողովուրդ չեմ հասցնում, կիսվեմ, պատռվեմ մի քանի տեղից, չեմ կարում, չեմ հասցնում։ Այդպես, ոյ չգիտեմ։ Տաք կոֆե, համեղ կոֆե, ծառերը արդեն ծիրանենիները սկսել են ծաղկել, դե նուշի մասին, աղարջի մասին չեմ խոսում, նրանք արդեն ծաղկել են։ Հիմա կասեք, սա կոֆե խմել չի, այո, սա կոֆե խմել չի, կոֆեն պետք է նստես հանգիստ խմես, որ չշտապես, այ հողամասում դիր, հանգիստ խմի, չէ, երևի չխմեմ, շտապում եմ, ես ինչ լավ է, սենց նայում եմ, կանաչը դուրս է եկել, տաք, ջերմ, արև ու արև։ Խմեցի, մի հատ է դուրս գանք պատշկամբ, ահա մի հատ տեսեք ու հիացեք, ապրիլի 1-ը ինչ լավ արևոտ, լուսավոր օր է, տաք, ես ոնց գնամ գործի, ես էլ չգիտեմ, այ մարդ հազար գործ ունեի, ես ինչ անհարմար դրության մեջ ընկա ես, հիմա կասեք Նազ դու սուտ ես խոսում, բայց դե սիրելի հետևորդներ պայմաններից լիևնելով մինչև տեսնենք ինչ է լինում, ինչ է կատարվում, այս տնկիներն է պետք է տանենք տնկենք, ջրով այսպես պահել ենք, անպայման գնամ գամ, որ տանենք տնկենք։ Սիրելի հետևորդներ, մենք վերադարձանք տուն,
Եվ մի կես ժամ երևի նստել ենք ու վեր եմ կացել, բռնվել ենք, Աշոտին ասում եմ Աշոտ ջան, որ մենք նստում ենք լրիվ ժամ։ Ուրեմն այստեղ, տեսեք ինչքան սիբեխ ենք բերել։ Այստեղ ինչքան սիբեխ ենք բերել, մենք է զարմացանք, որ այդ մի փոքր տեղից այսքան բերեցինք, դե որ հələ շատ մնայինք, էլի ավելի շատ կբերենք, սա պետք է մաքրենք, որ վաղն էլ կարող է գնանք ու ամենակարևորը մի հատ նայեք այս մարաժոներին, ծնեպեկներին, տարբեր տեսակի, տարբեր, այս սրոնք են լովը, այնքան համով է այս վայրի ծնեպեկը, շատ համով է վայրի ծնեպեկը։ Մենք վայքում մարաժո ենք ասում, մեր բարբառն է, մենք այդպես ենք սովոր ու շատ հաճախ էլ լսում եմ գրում եք կարդում եմ գրում եք ծնեպ մարաժոն ինչ է, մարաժոն ահա, սա է ծնեբեկը, գրական անվանումը ծնեբեք, սա վայրինն է, դաշտինը, ցանովիչի ու ասեմ ավելի համեղ է ու վիտամիններով շատ, ոչ մի քիմիա գիտեք, Աստված ինքն է հոգ տարել, ջրել, աճեցրել ու այս ծնեբեկները որտից են քաղել, ահով, դողով, վախով, արջի բերնից ենք փրտնցրել, եկել ենք տուն ու ճանապարհին էլ մենք մեզ խոսում ենք, թե մենք այդ ինչ ռիսկ արեցինք, այդ ինչ դուխ ունենք, որ գնացինք Արջի ձորը։ Ինչու ենք ասում Արջի ձոր, դե գիտեք արդեն ինչու եմ այդ ձորի անունը դրել Արջի ձոր։ Հիմա սա պետք է կտրեմ, հեփեմ։ Մի հատ դանակ բեր։ Ահա, հիմա այս սրանք, տեսեք բարակներ էլ կա, կապ չունի բարակ են ինչ են, բայց կարևորը համով են։ Չես լվում մի հատ։ Կտրեմ, տանեմ լվամ։ Հենց կարճացնենք։ Համեղը տարբեր ինչ ձևով էլ պատրաստեք, մեկա այս մարաժոն համով է, շատ համով է։ Իհարկե ֆոլգայի մեջ էլ է համով, օջախի վրա, դե մենք էլ քաղցած մարդ, սոված մարդ, դաշտերը պտտե եկել ենք, են որ անջատիր, հա, սիրելի հետևորդներ, ահա տեսեք, ծնեպեքը մարաժոն էփվեց, էփվել է, աղ չեմ լցրել, այս ջուրը իսկական դեղ է, շատ հարկավոր չի, որ ինքը էփվի, որ չլղկվի, մի փոքր աղ, Այստեղ էլ այդ աղջիկը ջուր է եռացնում, որ իր համար վարսակի փաթիլներ սարքի, ասում եմ սրանից կեր, ասում է չէ, ահա, և սիրելի հետևորդներ, այստեղ, գոլորշին չի թողում, որ երևա, բայց դե տեսեք է, համեղությունը պատրաստ է, սա հետ եմ բերում, լցնում եմ կացայի մեջ, և միացնեմ կարակ դնեմ, ուրա մեր կարաքը է, ահա, կարակ, ու միացնեմ, թող հալվի, տապակվի, տժտժա, դե հիմա ասեք, արժեր սրա համար գնալ այդ վտանգի, այդ ձորը, արժեր թե ոչ, դուք կհամարձակվեիք, իրոք լուրջ, ասում եմ, չգիտեմ, ինչ կասեք, ինչ չեք ասի, մի րոպե Լիլիթ, սպասի, ստեղ խառը բաներ ա գնում,
Այստեղ էս մարաժոյի ջուրն է, ես լցնում եմ ու խմեմ, տակ-տակ։ Ինչ ես բերե, պլակատըտ, լավ լիլի, տեսնեղ պահին, հա, շատ սիրուն, այդ տեսել եմ, որ դու տարել ես։ Հա, ստե կարակն եմ հանել այստեղ և ջուրը անմահական է։ Մտիր։ Աշոտ արի։ Մի հատ ձուն բավական է, շատ ձվի համ պետք չի։ Դե ասեք։ Անջատեցի մարաժոն և նստենք տակ-տակ ուտենք։ Քիչ կան ես կլցնեմ, թող տես չեն լցնում։ Ինչի են կացայի մեջ չարեցիր։ Ահա, վсё, այսքան, ահա։ Սիրելի հետևորդներ, մենակ ճիշտ ասեք, կհամարձակվեիք, որ մտնեիք Արջի ձորը, ծնեպեք հավաքեիք։ Չէ, բայց մաման հա։ Որ գիտեք վտանգ է, արջը կարող է այնտեղ լինել ու բացի հետ էլ դե դեպք եղել է, գիտեք։ Գնա ապերին կանչի թողա, ասա արի, որ տակ-տակ ուտենք, նաև ջրալի ճաշ էլ կա, դա էլ տաքացնեմ, այս էլ տաքացնենք, նստենք մեր հացը ուտենք ու անցնենք։ Որը, մարաժոն, բա մի կեր, ծեր չանես կացային, մի կեր, ասում էր չեմ ուտում, լավը չի։ Ես գիտեի ուրիշ բան է։ Հեսա դնում եմ, թող։ Արդեն սկսել եմ, չէ պետք է ավարտեմ։ Լավ, Լիլիթ, հեսա սեղանը դնենք։ Այսօր ամեն ինչը արագ է, ձեռքով հացը կտրեցի, ստե տեսնեմ ինչ կա, թթուներ, մթուներ, կանաչի, մանաչի, այ, հողամասի կանաչին բերեմ, ավելացնեմ այստեղ, երեք հատ էլ ափսեհանի, պատարակաղ բան, դու չես ուտում, որ էնի վերցրեցիր, դրա մեջ չես ուտում, ահա, այսել, այսպես տանում ենք, ապսոս քիչ էր, նոր էր դուրս գալի, հա, սիրելի հետևորդներ, մենք մեր հացը ուտենք, են արդար քրտինքով, կյանքի գնով քաղած, նստենք հացը ուտենք, բայլենք, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի ախորժակ, սիրելի հետևորդներ, հիմա էլ նստած սիբեխն եմ մաքրում, եմ որ լրիվ չեմ մաքրում, հա, ենքան որ ես խոտերից այդ ցողունի հատվածները լավ չեն կտրել, մի հատ նայեք, ահա, այս ցողունի հատվածները տենց լավ չեն կտրել, դեղ արագ-արագ քաղեցինք, բայց որ էլ հավաքեմ, սենց չեմ հավաքի, ավելի լավա մի բուր պակաս հավաքեմ, մաքուր լինի, էլ տունը չբերեմ սենց, մաքրեմ, Ձերքել բերեմ։ մի արա Լիլի, հավեշտունը, աշը ինչ անում, կասես գա, կասես գա, էդ դուրը պակի, էդ դուրը պակի Լիլիթ, Ասում աշը։ այսպես ես ավելորդ մասերը հեռացնում ենք, ենքան համով սիբեխա, բա, մեր վայոց ձորը, մեր վայքը հարուստ է սենց բանջարներով,
Են էլ ինչքան հարուստ է։ Են էլ ինչքան։ Քաղելը մի կրակ է, այս մաքրելը 2 կրակ են, որ չվռազես, հանգիստ մաքրես։ Մնացածն էլ, որ վաճառեմ, թող առնողը տանի, հատ մաքրի։ Չէ՞։ Դե պարզա, որ շուկայից էլ առնում են, չեն տանում, լցնում ջուրը, լվանում ու էփում, դնում նորից մաքրում են։ Այս էլ այսպես է, սիրելի հետևորդներ, հա, տանջվի, հա, լույսը բացվի, գործ, բայց դե հողամասի գործերն է մնաց։ Լավ սիբեխա կանաչ, թարմ, մաքուր։ Են որ գիտես, որ մաքուր տեղերից ես քաղում, են շուն, կատու, մանեկաշ չեն, այդ դաշտերը, անարատ տեղից մի խոսքով, այսպես, բայց դե չեմ կարող ասել գայլի ու արջի մասին, եք տեսել հաստատ գայլերն էլ այդ կողմով անցած կլինեն դաշտերը լիքնա գայլերով, աղվես, գայլ, արջ, սիրելի հետևորդներ մաքրեցի և վերջացրեցի և լցնում եմ տոպրակը, այսպես, պահում սառնարանում, որ չփչանամ, նախ հլոտենանք, քանի կիլո են քաղը, ենքան է թեթև է, շատ թեթև է, որ հա քաղում ես, կիլո չի դզվում, բայց դե շատ լավ սիբեխա, մաքուր, անարատ, իհարկե ես չեմ մաքրել, որ դնեն էփեմ, բայց դե մաքրեցի, վերջացրեցի։